Գոյամարտ հեռուստասերիալի այսօրվա դրվագը թերևս ամենահուզիչ և հոգեբանորեն ամենալարված սերիաներից մեկն էր մեր ողջ պատմության ընթացքում։ Սյուժեն ամբողջությամբ կենտրոնացած էր Լեայի և Հունանի ծանր, անզիջում ու վերջնականապես կամուրջներ նայրող բախման վրա։ Հայր և դուստր մինչև վերջին կաթիլը դատարկեցին իրենց ներսում կուտակված ատելությունն ու վիրավորանքը։ Ամեն ինչ սկսվեց աննկարագրելի դաժան տեսարանով։ Հունանը կորցնելով հոր և տղամարդու վերջին արժանապատվությունը, բառացիորեն քարշ տալով, բռնի ուժով Լեային վերադարձնում է տուն։ Եվ այս ողջ նվաստացուցիչ տեսարանը տեղի է ունենում Արամի ներկայությամբ։ Լեան, ով արդեն գիտակցում է հոր նենգ խաղերը, ուղիղ մեղադրում է Հունանին, ենթադրելով, որ Արամի անսպասելի սիրո խոստովանությունն իրականում հենց Հունանի հրահանգն ու ծրագիրն էր։ Այս խոսքերից հետո Հունանը վերջնականապես հունից դուրս է գալիս և բացում իր բոլոր խաղաքարտերը։ Նա զայրացած հայտարարում է, որ հենց այդպես էլ լինելու է, և որ ինքը ստիպողաբար դստերն ամուսնացնելու է Արամի հետ։ Լեայի պատասխանը կարճ էր, բայց սպանիչ։ Նա ասում է, որ ուղղակի զզվում է հորից։ Այս քաոսի մեջ Իննան փորձում է միջամտել և հարթել իրավիճակը, բայց Հունանն այլևս անկառավարելի է։ Իրավիճակն այնքան է շիկանում, որ Հունանը պատրաստվում է ձեռք բարձրացնել սեփական դստեր վրա։ Իննան վերջին վայրկյանին մի կերպ բռնում է ամուսնուն, մտցնում նրան ննջասենյակ և արագ գնում Լեայի մոտ, փորձելով մայրական սփոփանք տալ նրան։ Սակայն այստեղ Իննան ստանում է իր կյանքի ամենամեծ ապտակը։ Լեան դուրս է վռնդում մորն իր սենյակից, ասելով ամենադառը ճշմարտությունը։ Նա մեղադրում է Իննային, որ վերջինս միշտ եղել է Հունանի կողմից, փակել է աչքերը նրա հանցանքների վրա և դարձել է նրա կույր կամակատարը։ Իննան ցնցված ու քարացած է մնում դստեր այս խոսքերից։ Այս դառը խոստովանությունից հետո Իննան վերադառնում է ամուսնու մոտ, և նրանց միջև սկսվում է շատ լուրջ ու սթափեցնող վիճաբանություն։ Իննան հարցնում է Հունանին, արդյոք նա գոհ է իր բեմադրած այս այլանդակ ներկայացումից, և արդյոք արժե էր ընդամենը Լեոյին նվաստացնելու համար սեփական դստերը հասցնել նման ծայրահեղ, կործանարար հոգեվիճակի։ Բայց Հունանն արդեն կորցրել է ադեկվատությունը։ Նա հպարտորեն պատասխանում է, որ շատ լավ է արել և չի զղջում իր ոչ մի քայլի համար։ Իսկ մինչ մակունցների տանը պատերազմ է, դրսում իսկական փրկության գործողություն է ծավալվում։ Լեոն, ինչպես և խոստացել էր, գալիս է իր սիրելիի հետևից։ Լեային անհավանական կերպով հաջողվում է հերթական անգամ գաղտնի դուրս պրծնել այդ տանից, և այս անգամ փախուստը հաջողությամբ է պսակվում։ Բայց դրսում նրան սպասում էր անակնկալ։ Նա տեսնում է, թե ինչպես է Լեոն անխնա ծեծում Արամին։ Պետք է նշել շատ կարևոր մի փաստ։ Այս ծեծկռտուքի հրահրողն ու նախաձեռնողն իրականում եղել է հենց Արամը, ով փորձում էր արդարացնել Հունանի վստահությունը։ Լեան մի կերպ խառնվում է, բաժանում տղաներին, ինչից հետո Լեոն արագ նստեցնում է նրան մեքենան և նրանք վերջապես փախչում են։ Արամը ծեծված ու նվաստացած վիճակով վերադառնում է Հունանի մոտ և զեկուցում տեղի ունեցած աղետի մասին։ Հունանը պարզապես շոկի մեջ է։ Նա չի կարողանում հավատալ, որ իր այսքան գազանային ու ահաբեկող վերաբերմունքից հետո դուստրը կրկին համարձակություն է գտել դեմ գնալ իրեն և փախչել։ Բնականաբար Հունանի արձագանքը չի ուշանում։ Նա անմիջապես ճանապարհ է ընկնում Լեային ամեն գնով հետ վերադարձնելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, կկարողանա արդյոք Հունանը հասնել սիրահարներին և կանգնեցնել նրանց։ Եվ ինչպես կվարվի Իննան, գիտակցելով, որ դուստրը ճիշտ էր իր մեղադրանքներում։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։